Starnews-ը սիրով անդրադարձել է հայկական շոու բիզնեսում մայրանալու բերկրանքն ապրող հայտնիներին։ Էմմա Ազիզյան ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ նա եւ Խորեն Լևոնյանը սպասում են իրենց առաջնեկին։ Թեպետ լուրը սկզբում շրջանառվում էր միայն խոսակցությունների մակարդակով, Էմման որոշ ժամանակ անց ինքը հայտնեց լուրը կիսվելով գեղեցիկ լուսանկարով։ Ուրախալի նորությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց հետևորդների շրջանում, ովքեր երկար ժամանակ հետևում էին զույգի հարաբերություններին եւ սպասում նման լուրի։ Դերասանուհի Լիլիթ Սարգսյանի սոցհարթակում արված գրառումը չէր հայտնում, բայց հուշում էր. հանգիստ, խաղաղ, պատրաստ նորի։ Կարճ ժամանակ անց հաջորդեցին գեղեցիկ լուսանկարներն ու հոլովակներն արդեն գլորիկացած փորիկով։ Մեկ գումարած մեկ հավասար է 4։ Այս խորհրդանշական գրառմամբ երգչուհի Մաշ Իսրայելյանն իր սոցհարթակներում հրապարակեց ջերմ հոլովակ եւ հայտարարեց, որ սպասում է երկրորդ երեխային։ Երգչուհու հրապարակումը հուզեց հետևորդներին, ովքեր միանգամից ողողեցին մեկնաբանությունների դաշտը ջերմ բարեմաղթանքներով եւ շնորհավորանքներով։ Իսկ ահա երգչուհի եւ դերասանուհի Լիլի Մորտոն երկար ժամանակ հղիության լուրը չէր հանրայնացնում։ Հանրությունը տեղեկացավ այդ մասին միայն այն ժամանակ, երբ Լիլին հրապարակեց Gender Party-ի հոլովակը, որից հետո էլ հայտնեց, որ աղջիկ է ունենալու։ Նշենք, որ Լիլի Մորտոն օրերս հյուրընկալվել է Արեգ TV-ում։ Քանի որ օրերս համացանցը ողողվեց նրա երեխայի սպասելու լուրով, զրույցի գլխավոր թեման հենց դա էր, եւ հարցին ինչ զգացիք, երբ իմացաք, որ ձեր սրտի տակ մեկ այլ սիրտ է զարկում, նա պատասխանեց. Մինչև հասկանալը ես դրան պատրաստ էի։ Գրեթե 6 ամսեկան է, բան չմնաց, անհամբեր սպասում եմ, երբ եմ տեսնելու։ Շատ անհամբեր սպասում եմ իրեն։ Իմ կարծիքով իմ կյանքում ամեն ինչ եղել է ժամանակին։ Ու այդ ամենի մեջ Աստծո մատն է խառը։ Ես հաշվարկներով հասկացել եմ, որ Աստված ինձ երեխա է ուղարկել հայրիկիս մահվան օրերին։ Դրանից 2-3 ամիս առաջ ինձ մոտ ամեն ինչ լավ էր։ Ես իմ սովորական օրն էի ապրում։ Չեմ կարող բացատրել ինչ ա կատարվել ինձ հետ։ Բոլորը քնած էին, քնից հարթնացել եմ, դուրս եկել բակ, գիշերվա ժամը 2-3 էր։ Հուսով եմ ոչ մեկ չի լսել ինձ։ Սկսեցի շատ բարձր լացել, պապային հիշեցի, ոնց որ ուզենայի հետը խոսել։ Մեր սիրելի հայրենակիցները դեռ տեղյակ չեն, ես իրան արդեն պատրաստում եմ, որ իմանա, ում մոտ ա լույս աշխարհ գալիս։ Նախ իրա մաման դաժան ա, ես սիրում եմ ամեն ինչը ճիշտ, արդար, իդեալական։ Փոքր ժամանակվանից իմացել եմ ինչ եմ ուզում ես կյանքից։ Դեռ շատ բաներ կան, որ շատ կուզենամ իրականացնել։ Դրանք կապված են եւ իմ հետ, եւ ինձանից ծնված երեխաների, որովհետեւ ինձանից չծնված երեխաներին շատ սիրում եմ իմ սեփական երեխաների պես։ Բայց բաներ կան, որոնք դու քեզ չես կարող թույլ տալ ու սահմաններն անցնել։ Նրանց պարտադրել բաներ, որոնք դու ես պատկերացնում։ Ես կարծում եմ, որ իմ սեփական երեխային կարող եմ պարտադրել եւ պահանջել այն, ինչը որ ուզում եմ։ Հարցազրույցի ընթացքում Լիլիին միացավ ամուսինը, բժիշկ եւ պրոդյուսեր Վադիմ Չանգելյանը։ Զույգը, քանի որ զրույցի ընթացքում դեռ չգիտեր երեխայի սեռը, ամուսինը նշեց, որ եթե աղջիկ լինի, վստահ է Լիլին իր նման թիթիզ Բարբի է մեծացնելու։ Աշխատանքային գործունեության մասին խոսելիս Լիլին հավանական դադարի միտքը բացառեց, նշելով, որ տեսակով հանգիստ մարդ չէ։ Ունի նոր գաղափարներ, որոնք այս շրջանում պետք է իրականություն դարձնի։ 20 տարեկան չենք արդեն, 40 տարեկան եմ։ Այս կարգավիճակում էլ իմ էներգիան 2-3 անգամով շատացել է, որը պետք է ճիշտ օգտագործել։ Խոսք եղավ նաև ամուսնու սիրո ու խանդի մասին։ Երբ կինը ամուսնանում է եւ ամուսինը սիրում ու խանդում է, ինչը փոխադարձ է իհարկե, հեշտ չէ։ Ամեն տեսահոլովակ նկարելիս անցնում ենք պատերազմի միջով, նշեց Լիլի Մորտոն։ Իսկ այժմ առաջարկում ենք դիտել Լիլի Մորտոյի հրապարակած վերջին հոլովակներն առանց մեկնաբանության։ Երեխայի մորակույրն եմ, մտածում եմ, որ ինքը աղջիկ է։ Ես գիտեմ երեխայի հորակույրն եմ թե քեռին, բայց կարծում եմ, որ տղա է, չէ՞ Լիլի։ Ես երեխան եմ, մտածում եմ, որ տղա եմ։ Ես երեխայի մորակույրն եմ եւ կարծում եմ, որ աղջիկ է։ Ես երեխայի պապայի հաջորդ կինն եմ եւ մտածում եմ, որ ձեր բալիկը տղա է։ Բարև ձեզ, ես երեխայի մորակույրն եմ ու ես վստահ եմ անգամ, որ ծնվելու է տղա։ Տեսություն, եթե կարաք մի հատ $100 ուղարկեք։
Ես երեխայի մորաքույր Ալա Պուգաչովան եմ եւ կարծում եմ, որ ինքը տղա է։ Ես երեխայի հորաքույր եմ, ես կարծում եմ, որ տղա եմ։ Ես երեխայի հորաքրոջն եմ, մտածում եմ աղջիկ։ Ես հորաքրոջ քրոջ փոքր աղջիկն եմ եւ ես կարծում եմ, որ տղա եմ։ Ես հորաքրոջ քրոջ մեծ աղջիկն եմ, ես կարծում եմ, որ Դու ինչ ես կարծում։ Ես երեխայի ծոծը Մոտյան եմ եւ ես համոզված եմ, որ նա աղջիկ է։ Ես երեխայի մորաքույրն եմ եւ չնայած շատ եմ ուզում որ աղջիկ լինի, բայց կարծում եմ տղա կլինի։ Բարի որ առողջ բալիկ լինի։ Ես երեխայի մայրն եմ եւ ես վստահ ասում եմ, որ նա Նա ինքը գնում ենք սպա ցենտր։ Մենք տեսնենք ինչ լավ սպա ցենտրեր կա այստեղ։ Ամեն մեկը մի բան ասում ճիշտ ասած։ Հիմա փորձում ենք մեր հյուրանոցի ադմինիստրացիայի ճիշտ տեսնենք որտեղ է լավ։ Այստեղ բնությունով զմայով եք։ Այսպեսի տեսքունի բալի ճանապարհները։ Մի կարոտ ասեմ, որ դե օքեյ ոչ են եղել, ես առաջին անգամ օրինակ լինում։ Իրանց ճանապարհների երթևեկությունը հակառակ կողմի վրա է։ Ձախակողմյան է։ Ինչպես հասկացաք, բայքերով են գրեթե բոլորը։ Տաքսիներն են ոնց որ բայքերը հիմնականում, որ անկեղծ ասեմ, երբեք այսպիսի տեղ 10 օրից առաջ չեմ կարողանա ապրել։ Մարդիկ գալիս են տարիներով այստեղ ապրում են։ You want some? Yes. Enjoy. Thank you. You're welcome. Օ, էսօր են, կյանքի ինչ ամիսը։ Մի հատ նայեք Ռիման պապայի համար ինչ սեղանա դրել իր ծննդյան օրվա արդիվ, սենց Бакарди тоже там. Happy birthday, тортик, чай, все приготовила Римочка. Мама, молодец. Папа, с днем рождения, мы тебя все очень любим. Да. Ты у нас самый лучший. Да. С днем рождения тебя! С днем рождения тебя! С днем рождения, dear father! С днем рождения, папа мой! Ура! Ура! Загадывай. Все было хорошо, ему не стрелил. Сейчас я стал как огурчик, да? Ура! Молодец, Римка. Ура! Ура! Вот уже второй сегодняшнего утра. Так. Happy birthday, happy birthday. Еще третий есть. Пап, а что ты не почитал, что я там написала? А что там написано? Любимому папе